Ջերոնեսան էլ չկա գրապա։ Ոչ լավ բան ասացի։ Մենք մերժում ենք այդ մոտեցումը, որ պատերազմի ժամանակ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի Սյունիքում այսօր կայացած հանրահավաքն անցավ լարված մթնոլորտում։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մի խումբ համախոհներ պարբերաբար խոչընդոտում էին ելույթ ունեցող ընդդիմադիրներին։ Նրանցից մեկն անգամ այրեց պատգամավոր Զարհուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակը։ Կրքերն ավելի թեժացան հենց Զարհուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ մարզպետի անունը շոշափելը բարկացրեց մի խումբ երիտասարդների, նրանք շտապեցին պատիվ պահանջել։ Սյունիքը չունի մարզպետ։ Լիսկան Սյունիքի մարզի մարզպետը չէ։ Չխանգարեք, Սյունիքը չունի մարզպետ։ Ռաֆի Հովհաննիսյանի ելույթին էլ մարզպետին հարգելու պահանջով միջամտեց նրա խորհրդական Վոլոդիա Հովհաննիսյանը։ Այո, շատ ճիշտ է ասում պատմապանը։ Մի րոպե։ Բայց պետք է հարգանք փոխադարձ։ Ուրեմն գալիս է իմ մարզպետի իմ մարտական ընկերությունը։ Քիչ անց ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի հրապարակ մտան նաև մարզի ուսուցիչները։ Ինչքան որ մեր մարզպետն է կանգնած Սյունիքի մարզի թիկունքին, մեջքին, այնքան էլ մենք սյունեցիներս կպատասխանեն բոլորիդ հարցերին բացահայտ։ Այնպես էլ մենք սյունեցիներս միշտ կանգնած ենք լինելու մեր մարզպետի թիկունքին։ Ռաֆի Հովհաննիսյանը կապանցիներին կոչ արեց չվախենալ եւ համախմբվել Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ ժողովրդի վստահության կառավարության ձևավորման իրենց օրակարգին։ Եվ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական դա, այսինքն պիտի ազատ արձակվի իր աշխատանքից, որը բռնազավթված աթոր է։ Մնացածը ազանցյալ է։ Նոր Հայաստանն իշխանափոխության պահանջով մարզային այցելությունները կշարունակի նաև առաջիկա օրերին, իսկ դեկտեմբերի 18-ին հանրահավաք կանցկացնի Երևանում։